Սա թակարդ է, Ռուսաստան, Արևմուտք, ում հետ, դա իքսատան մարդկա մենք բոլորի հետ լավ պետք է լինենք, այսօր մենք իրավունք չունենք թշնամանանք, որից է մի երկրի հետ, մենք այսօր պետք է ընտրենք, պետք է իմանանք, կազմակերպենք, մենք ամբողջ կյանքը ասենք թե շփվել ենք Ռուսաստանի հետ մեծամասնությամբ, աշխարհի բոլոր երկրների հետ շփվել ենք, բայց հիմնական շարժը, աշխատանքը, շփումը, արտահանումը, ներկրումը 80% եղել է Ռուսաստանի հետ։ Եթե մենք պատրաստում ենք Ռուսաստանի հետ թշնամանալու, պետք է մտածենք մեզ ինչ վտանգ է գալու։ Մենք կարող ենք դրա տակից դուրս գանք, թե չենք կարողանում։ Մենք 100% պետք է փորձած լինենք, որ մենք դրանից ավելի լավ պայման ենք ստեղծում մեր ժողովրդի համար, մեր գործարարի համար, մեր գյուղատնտեսության համար։ Եթե առանց մտածել քայլ ենք կատարում, մենք փչացնում ենք մեր հարաբերությունը, թշնամանում ենք Ռուսաստանի հետ։ Դա ինչ է մեզ տալի, որ լրիվ ասենք թե վերանա, ավիրվի, քանդվի, եթե դու դրա հակառակը չունես, ոնց Ռուսաստանից ես նայում 10 օր նույն բան ասում, ստեղ էլ ասում են, մեր մոտ լրիվ նորմալ է, մեր հարաբերությունները նորմալ է, եղբայր ջան, ձեր հարաբերությունները նորմալ է, չի երևում նորմալ է, որ դու հրավիրել ես, ասենք թե Զելենսկին եկե, մյուսն եկե, այստեղ Ռուսաստանին վիրավորելով, ասելով, գործընկերները այդպես բան ոնց են անում։ Որ դու զգում ես, եթե դու մեկի հետ ընկերություն ես անում, ուրեմն պետք է հիմնավորած անես։ Մենք բոլորի հետ պետք է լավ լինենք, եւ Ամերիկայի հետ լավ պետք է լինենք, եւ Չինաստանի հետ լավ պետք է լինենք, եւ Ռուսաստանի հետ, բոլոր երկրների հետ, Հնդկաստանի հետ լավ պետք է լինենք։ Կարողանանք լիարժեք օգտվելու, որ մենք կարողանանք լիարժեք քարը քարին դնելու։ Ես նույնպես եմ ասում, այսօր տես արդեն փակել են Ռուսաստանի, ճասմա եթե դու նախընտրում ես, որ ասենք թե մեր թշնամիների հետ ես ուզում լավ լինես, մեր հակառակորդներ, որ մեր հետ կռվում են։ Ուրեմն քո ցավն տանեն, որոշողը դու ես գնա ընտրի։ Ուրեմն մենք քո հետ ընկերություն չենք անելու կամ անելով մեզ քեզ են ընկերական բարեկամական պայմաններն ենք արգելելու։ Չի ասում գազ չեմ տալու, ասում է գազը տալու եմ։ Եվրոպային տալիս եմ $600, $700 քեզ եմ տալու։ Ես քեզնից ճանապարհը փակում եմ, որ ոչ մի բան սա հիվանդ են կամ ես իմ ինչա չեմ ընդունում։ Հիմա այդ մարդիկ այսքան ճանապարհներին ծաղիկ ու միրգ ու պամիդոր վարում, կլուբնիկ, կոնյակ ճանապարհների կանգնած ամսական, եթե չգիտես ասեմ, Հայաստան 160-ից $170 միլիոն տրանսֆեր է գալի։ Տարեկան $3 միլիարդ պտու բանջարեղեն գինի եւ կոնյակ արտահանում դե որստե արտադրում են, մշակում են, պատրաստում ուղարկում են։ Ոնց է դրա պատասխանը։ Եթե իրենք ուղղություն ունեն, որ այդ ճանապարհը միանգամից բացում է Եվրոպայի հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ես դեմ չեմ։ Եթե նրանք ասենք այդ հարցերը կարգավորում են, մարդը պետք է 100 անգամ չափի, մեկ անգամ կտրի։ Եթե նրանք այդքան ամբողջ թիմով գոռալով այո, իրենց ցավն էլ տանեմ, թող անեն, տեսնեն ժողովրդի կարգավիճակը ոնց է լինելու։